Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես տարբեր ահազանգեր ստացա, այսինքն մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից եւ ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն հասարակայնության հետ կապերի բաժին եւ հարցրել եմ ինչա կատարվում 5-րդ հարկում Նուբարաշենի։ Դա Նուբարաշենը ես շատ եմ եղել ծմադատապարտյալների մոտ 5-րդ հարկում 98 թվականին եմ առաջի անգամ գնացել։ Եվ հիմա ես համեմատություններս է թվի, որ մի սարսափելի վիճակ էր այն ժամանակ։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ եւ ասել եմ, որ սենց վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել եւ ես անմիջապես գրառում եմ արել, որովհետեւ դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մտնում են այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով, ես հիմա ձեզ կնկարագրեմ, թե խոշտանգումը ներողություն, ինչպիսին է եղել, երբ գետնին տապալելով, նախ խցերը ավիրել են, ամեն ինչ թափել շպրտել են սնունդը, հագուստեղենը եւ այլն, եւ գետնին են գցում ուրեմն դատապարտյալին, կանգնում են վրան ու սկսում են դուբինկաներով ծեծել, ասենք այդ կոտրվածքների մասին տեղեկությունները, դա այդ հարվածները, ինչի համար հարցնում էին բոլոր դատապարտյալները, ինչի համար են դա անում։ Ուղղակի այդպես են ուզում, այդպես են։ Ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները տարբեր երգեր։ Ինչ որ մեկը երգել է Դոլյա Վառավսկայա։ Ու դրանից հետո, հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը։ Այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա աֆիցերի։ Պատկերացնում եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես մի քանի հոգու հետ եմ խոսել եւ երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին։ Դա ուղղակի, հա, եւ ասեմ ամենակարևորը, հիմա ասեմ, որ սա շարունակվում է 1 ամսից ավել։ Եվ մեկը ասեց, որ գոնե սա վերջինը լինի։ Պատկերացնում եք, զինծառայողների ծնողներն են, երբ որ իրենց ворցիները զոհվում են, նրանք են այդ բառերը ասում։ Շատ ազդեցիկ էր, եւ շատ ծանր տարա այս մի քանի օրը այս տեղեկությունները։ Եվ սրան հավել եմ նաեւ, որ սպեցնազ կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն ազգանունը Դավիթ Մինասյան։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն դա ոնց կարող է առևանգել, ոնց կարելի է, չեմ հասկանում ինչա կատարվում, գիտեք։ Իսկ հիմա նա որտեղ է։ Ես չգիտեմ։ Ես սա հայտարար ասում եմ, որպեսզի մարդիկ հավաքեն այդ տեղեկությունները, ճշտեն այդ ամեն ինչը, եւ այսինչ արտոնյալ վիճակ է։ Ես գիտեք ինչ, ես աշխատել եմ Միջին Ասիայում, Human Rights Watch-ի գրասենյակում, եւ այնտեղ դա բռնատիրական երկիր է Ուզբեկստանը եւ նրանց բանտերը դասվում են անմարտկային բանտերի շարք, այսպեսի կարգավիճակ ունեն ամբողջ աշխարհում։ Նուբարաշենը ես մյուսների մասին չեմ կարող ասել։ Ես շատ եմ եղել եւ Արմավիրում եւ Սևան քրեակատարողական հիմնարկում տարբեր, բայց այն ինչ որ կատարվում է Նուբարաշենում տարիներ շարունակ, փաստորեն սա այսպես մի ապահով տեղ է, եւ ինձ շատ էր ապշեցրել նախարարի պնդումները, որ իրավաչափ ուժ է կիրառվել, հասկանում եք, այսպես կանգնած դու ինչ գիտես, քննություն չեք նշանակել, դու գոնե համոզվելու համար դու կարող ես հետաքրքրվել, ուղարկել քո նախարարությունից մարդիկ, որ պարզնակ մարդիկ են, չէ՞ այնտեղ։ Առանց այդ էլ բազմաթիվ հիվանդություններով 20 տարուց ավել այդ դատապարտյալները մինչև 30 տարի այնտեղ մարդիկ կան։ Դուք ո՞նց կարող եք իրանց հետ տենց վարվել։